Եվ հիմա նայեք այդ որ թե ինչու եմ ասում, որ քաղաքականացված է այս իրավական ամբողջ process-ը։ Կոնկրետ Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ գործով մեր կողմից պաշտոնապես հայտարարություն ներկայացվել քննիչին, որ Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված հերթական միջոցն է, այնպիսի միջոց, ինչպիսին էր վարչապետի հայտարարությունը, երբ ասում են նրան պետք է հեռացնենք դուրս շպետեք նաև հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից անձին կարելի է դուրս հանել ֆիզիկապես կենտրոնի թողնելով, բայց հանրային դաշտից, հանրության մեջ ապրելուց մարդուն հնարավոր է դուրս հանել իմ պատկերացմամբ միայն սպանելով։ Հիմա մի հատ ճշտեք, արդյոք վարչապետի այդ հայտարարությունը սպանության կոչ կամ սպառնալիք չէր, եւ արդյոք Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված սպառնալիքի հետական դրսևորումները չեն։ Առնվազն հանցագործության մասին հաղորդում է, որ որոշակի ցածր կասկածանքով ներկայացվել է եւ քննիչը պետք է գոնե այդ կասկածանքը ստուգելու համար բարոյթ նախաձեռներ։ Քննիչը այդ ամեն ինչ անգամ չի դիտել որպես ոչ հայտարարություն, որպես շուրթություն եւ բավարարվել իր հայտարարությամբ։ Հիմա սրանից ակնհայտ է ինչ լինի, որ քննիչականի համար օրենքն ու օրինականությունը էական չեն, էական է այն, ինչը քաղաքական առումով է կոնկրետ պատվիրված իմ համոզմամբ։ Եթե կա օբյեկտիվ քննություն, տվել եմ սխալ է, գնացեք քննեք, ասեք պարոն Հայրապետյան, ձեր տված հաղորդման հետ կապված այս գործողություններ են եղել, պարզվել է, որ ոչ, ձեր կասկածները տեղին չեն։ Նույնիսկ դա էլ չեն արել։ Հետևաբար այս տարբերակումը, այսինքն այս իրենց անգործությունը ֆիքսում է այս իրենց գործողությունների ապօրինությունը ընդամենը, որ սա ընդամենը քաղաքական գործընթաց է։ Ինչ է կարծում վարչապետը գիտակցելով է այդ բառն օգտագործել հանրային դաշտից դուրս շպրդել։ Նայեք, թե ակամա ես իմ հայտարարության մեջ նույնիսկ նշել եմ, հնարավոր է ինքը սխալ արտահայտություն է օգտագործել այլ նպատակ ունենալով, հնարավոր է կոնկրետ այդ նպատակով էլ օգտագործել է։ Ես վարչապետի մտքերը չեմ կարդում, բայց որովհետեւ իրավական հարթության մեջ այս ամեն ինչը պարզաբանվի, քննությունները պարզեք։ Դա կոպիտ չմտածված հայտարարություն է, թե ուղղորդված կոնկրետ հայտարարություն։ Կարող է մարդը սխալ բառ ընտրել այդ բանի, դա էլ չեմ բացառում, բայց ամեն դեպքում ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանություն, Վարդան Ղուկասյանի դեմ ճնշումներ եւ հանկարծ ազգային ժողովից, ամբիոնից հանրային դաշտից դուրս շպրդելու հավաստիացում։ Ես եմ սխալ հասկացել, միգուցե, բայց ամեն դեպքում կասկածելու հիմքեր կան ողջամիտ եւ այդ կասկածը բավարար էր, որպեսզի իրավական մտածակարգով այդ կասկածները կամ հերկվեին կամ հաստատվեին։ Հիմա եթե իմ հայտարարությունը ընդամենը տեսագրվեց, թե տեսագրություն չլիներ, չէ գրառվելու վստահաբար, բայց եւ դրանով ավարտվում է, ինչ ասեմ։ Այսինքն դիտարկման թեմա ընդհանրապես չէ, թե միջնորդություն չենք դիտարկում։ Գրավոր կա գործի։